Եթերում ֆուտբոլային շաբաթ հաղորդաշարի հերթական թողարկումն է և մեզ մոտ այսօր հյուրընկալել ենք Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ և ավագ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանին։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու և մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Պարոն Բարսեղյան, նախ խոսենք ձեր մասին, Երևանի Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո ինչով եք հիմա զբաղված և արդյոք ունեք այլ առաջարկություններ տարբեր ակումբների։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է ինձ այստեղ գտնվելու։ Այո, Ալաշկերտի պաշտոնը, գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո, ճիշտն ասած, որոշակի դադարի մեջ եմ հիմա, բայց առաջարկություն ունեմ արտասահմանից, դիտարկում եմ այդ տարբերակը, մոտ օրերս կհասկանանք ինչ փուլում կլինի, ոնց կզարգանա այդ առաջարկը կամ ինչ կստացվի։ Հիմա անցանք դասընթացներ, վերապատրաստման դասընթացներ, կուրսեր անցկացրեցինք 2 օրով, և մեր թարմացման գործընթաց էր, լիցենզիաները թարմացվեցին մեր, այս պահին թերևս այսքանը և երևի թե հանգստանանք մի քիչ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն ավարտվեց, բայց համոզված եմ ոչ միայն մենք, այլ նաև ֆուտբոլային հանրությունը երկար ժամանակ քննարկելու է այս խոշորագույն մրցաշարը։ Ցանկանում եմ իմանալ, առաջնությունն ավարտվեց ձեզ համար ցանկալի արդյունքով, թե այնուամենայնիվ դուք համակրում էիք այլ հավաքականի։ Դե իմ հավաքականում ես միշտ համակրել եմ, ցավոք սրտի չէր մասնակցում առաջնությանը, ես Իտալիայի հավաքականի երկրպագուն եմ, այդպես կարելի ասել, բայց իհարկե համարում եմ, որ աշխարհի առաջնությունը նախ համարում եմ ստացված, բավականին լավ առաջնություն տեղի ունեցավ և կարծում եմ, որ այո, ինչու՞ չէ, տրամաբանական էր Արգենտինայի հավաքականի հաղթանակը։ Հիմա մի փոքր ավելի մանրամասն խոսենք եզրափակիչ հանդիպման մասին, կասկած չունեմ, որ եզրափակիչը ձեզ ևս տպավորել է և կխնդրեմ վերլուծել Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը, ինչի հաշվին արգենտինացիները կարողացան տոտալ առավելություն ստանալ առաջին խաղակեսում և ինչի հաշվին Ֆրանսիայի հավաքականը երկրորդ խաղակեսում վերակենդանացավ։ Ինչպես գիտենք, մենք բոլորս ինչպես գիտենք, ֆուտբոլում ոչ մի մանրուք չկա, մանրուքներ չեն լինում և այդ մանրուքները, թվացյալ մանրուքները բերում են որոշակի խնդիրների։ Կարծում եմ, որ Արգենտինան շատ լավ սկսեց խաղը, շատ մոտիվացված էին, շատ ագրեսիվ էին, ընդհանրապես Ֆրանսիայի հավաքականին տարածություններ չէին տալի, հաշվի առնելով, որ Ֆրանսիայում խաղում է Մբապեի նման ֆուտբոլիստ, և դրա հաշվին կարողացան մեծ ճնշում գործադրել ու հասնել ցանկալի արդյունքի։ Խաղում էին շատ կոմպակտ, խաղում էին շատ կազմակերպված և իհարկե իրանց կազմում ունեն ֆուտբոլիստ, որը որ տարբերվում է, միշտ տարբերվել է ու տարբերվելու է, դա Մեսսին է, և կարծում եմ, որ շատ մոտիվացված էին, շատ հստակ պլան ունեին խաղի, ընդգծված, մարզչական առաջադրանք կար, ոնց պետք է խաղան, ագրեսիվ, կազմակերպված, դա աշխատեց։ Իհարկե աշխատեց մինչև ինչ-որ մի հատ ժամանակ, երբ որ Դիդիե Դեշամը հասկացավ խնդիրները որտեղ են և փորձեց միջամտել խաղին, միջամտելուց հետո էլ կարծես թե այնպես չէր ստացվում, ոնց որ Ֆրանսիան պլանավորել էր։ Բայց այդ մանրուքները, որոնք որ կան, իմ կարծիքով Արգենտինան մի փոքր շուտ հավատաց, որ կարող է հաղթի շատ հեշտ 2-0, և այդտեղ ոնց որ թե տենց մեր 2 րոպեանոց կոնցենտրացիայի պակաս տեղի ունեցավ, ինչը Ֆրանսիայի նման թիմի դեմ դա սարսափելի է, շատ սխալ է։ Եվ այդտեղ միանգամից երևաց Մբապեի կարգը, միանգամից երևաց Ֆրանսիայի հավաքականի ներուժը, որը որ կարողացավ աներնարեն իրավիճակից դուրս գալ և կարողացավ 2 գոլ խփել, և այդտեղ կարծում եմ արդեն առավելությունը անցել էր Ֆրանսիայի կողմը։ Եթե կհիշեք, նման մի հանդիպում էլ Արգենտինայի հավաքականը անցկացրեց Հոլանդիայի հետ, երբ որ թվում էր, թե արդեն վերջ, խաղը ավարտված է, հաղթում են և 100-րդ րոպեին գոլ բաց թողեցին։ Այդտեղ ասես մի քիչ երկար ծավալուն են ալնում, բայց իմ կարծիքով թվաց, թե Արգենտինան վերջ պետք է հանձնվի։ Նույնը ինձ թվաց այստեղ, որ Արգենտինան արդեն էլ ներուժ չի ունենա, որպեսզի կարողանա շարունակի, որովհետև 2 րոպեվա մեջ փաստացի իրանք այդ ամեն ինչը բաց թողեցին ձեռքից, բայց ի պատիվ Արգենտինայի հավաքականի, ի պատիվ Սկալոնիի, մարզչի, իրանք կարողացան իրենց մեջ ուժ գտնել և կարողացան շարունակել այդ խաղը։ Իհարկե այդտեղ արդեն երևի թե մի փոքր էլ բախտի գործոն կար ի օգուտ Արգենտինայի, ոնց են ասում են այդ օրը ֆուտբոլային աստվածը արգենտինացի էր, հա, երևի թե, որովհետև 120-րդ րոպեին, եթե ֆրանսիացին այդ գոլը խփեր, ամեն ինչ ավարտված կլիներ։
Բայց ինչևից է, ես կարծում եմ, որ Արգենտինան արժանի հաղթանակ տարավ, որովհետև բացառությամբ առաջի հանդիպման, բոլոր հանդիպումներում ինքը բավականին լավ տեսք ուներ եւ կարգը իր այրվում էր։ Դուք մեջբերեցիք, հիշեցիք նաև Նիդերլանդներ Արգենտինա հանդիպումը, որը այո, գրեթե նույն սցենարով ընթացավ, գոնե հիմնական ժամանակում, ինչը Ֆրանսիայի հետ կայացած խաղը։ Նշեցիք կենտրոնացվածության պակասը մի պահ Արգենտինայի մոտ։ Հիմա դրանից հետո նաև ասեցիք, որ իրենց մեջ ուժ գտան արգենտինացիները երկու դեպքում էլ հաղթանակ տանելու։ Այստեղ ես ցանկանում եմ երկու առանձնացված հանգամանք շեշտադրել ու ձեր կարծիքը փորձել իմանալ։ Առհասարակ նման բարձրակարգ հավաքականներում պետք է որ հոգեբանական պատրաստվածությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Մենք կարող ենք ընդունել, որ Նիդերլանդների եւ Ֆրանսիայի հավաքականների հետ կայացած խաղերի ժամանակ ինչ որ պահ այդ խաղավերջում Արգենտինայի հավաքականը հոգեբանորեն թուլացավ, դա կարելի է այդպես բնութագրել եւ դրանից հետո հոգեբանորեն նորից վերականգնվել ու կարողանալ խաղը հասցնել ավարտին։ Տեսեք, այդ երևի թե ավելի շատ հարավամերիկյան հավաքականների խնդիրն է, որովհետև իրանք բոլորը, նու գրեթե բոլորը այդ խնդիրը ունեն, այսինքն նույն Բրազիլիան, հա, եթե վերցնենք Բրազիլիան, ինքն էլ ոնց որ թե արդեն հաղթում էր, խաղը ավարտված էր, բայց էլի 1 վայրկյան կոնցենտրացիայի պակաս եւ ամեն ինչ փլվեց, հա, մեծ հաշվով։ Կարծում եմ, որ այդ խնդիրը հարավամերիկյան թիմերի մոտ կա, նույն Արգենտինա, Բրազիլիա, Չիլի կլինի, Ուրուգվայ կլինի, դրանց այդ խնդիրը կա, այդ երևի թե սպეციფիկա այդ տարածաշրջանի ժողովրդի համար, բայց ի պատիվ նորից կրկնում եմ Արգենտինայի, ինձ համար էլ շատ զարմանալի է դրական առումով, որ իրանք շատ ծանր հարված էր, հավատացեք, ասենք 2-0-ից հետո դառնա 2-2, դա սարսափելի ծանր հարված է, թե ֆուտբոլիստների հոգեբանության հետ կապված, թե մարզչական շտաբն էլ շատ լուրջ խնդիրներ առաջակայանում, բայց փառք ու պատիվ, որ կարողացան այդ իրավիճակից դուրս գան։ Եթե Հոլանդիայի խաղը ավելացված ժամանակում հոլանդացիք էլի հետ քաշվեցին, որովհետև համարեցին, որ վտանգ կա, եզրափակիչում այդպես չէր, արդեն գնաց փոխնի փող ֆուտբոլ, փոխնի փող գրողներ, բայց այդտեղ էլ Արգենտինան բավականին հնարավորություն էր գոլ խփելու, եթե հիշում եք, եթե չլներ Լաուտարո Մարտինեսի այդ երկու վրիպումը, կարծես հնարավոր է եւ լրացուցիչ ժամանակում խաղը ավարտվեր։ Մենք մեր զրույցի ընթացքում ինձ թվում է բարբերաբար կանդրադառնանք Դիդիե Դեշամ, Լիոնել Սկալոնի դիմակայությանը։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ Դիդիե Դեշամը զգաց, որ Ֆրանսիայի հավաքականի մոտ խնդիրներ կա ու միջամտեց խաղին։ Կարծում եմ նկատի ունեք առաջին խաղակեսում Օլիվիե Ժիրուի եւ Ուսման Դեմբելեի փոխարինումները։ Նախ որքանով էր դա անսպասելի եւ որքանով է դա մարզչական պայծառ մտքի արդյունք, ապացույց, քանի որ դրանից հետո մենք տեսանք երկրորդ խաղակեսում իսկապես Ֆրանսիայի հավաքականի խաղը փոխվեց։ Այս հարցին որպես մարզիչ, եթե պատասխանեմ, պետք է ասեմ, որ բրավո պետք է ասենք գլխավոր մարզչին Ֆրանսիայի Դիդիե Դեշամին, որովհետև շատ բարդ է հավատացեք 42-րդ րոպեին խաղի երկու հատ փոփոխություն անել ու փոփոխություն անել այդպիսի ֆուտբոլիստների, հա, ովքեր որ մեծ հաշվով թիմին բերել հասցրել են եզրափակիչ։ Բացի այդ հարցակման գծի ֆուտբոլիստներ։ Հարցակման գծի ֆուտբոլիստներ, բացի այդ վերջնի վերջո լիդեր տղաներ են իրանք, ովքեր որ հարց են լուծել մինչև այդ շատ բարդ է եւ ես վստահ եմ գրեթե, որ եթե այդ փոփոխությունները չաշխատեր ու Ֆրանսիան պարտվեր նույն 2-0 հաշվով, շատ մեծ քննադատության ալիք կբարձրանար մարզչի ուղղությամբ։ Իսկ քանի որ այդ փոփոխություններից հետո իհարկե որոշակի ժամանակ անցավ եւ Ֆրանսիան սկսեց խաղալ եւ հավասարացեց հաշիվը, մենք պետք է ուղղակի ծափարենք եւ ասենք բրավո մարզչին, որովհետեւ մեծ հաշվով ինքը փոխեց խաղի ընթացքը։ Հիմա մի հանգամանքի վրա եմ ցանկանում սևեռել ձեր ուշադրությունը եւ դրա մասով ձեր մեկնաբանությունը, ինքներդ խաղացել եք ֆուտբոլ պրոֆեսիոնալ մակարդակով, գաղտնիք չէ, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները նաեւ կարող են պետք է պարտավոր են զսպել էմոցիաները։ Մանավանդ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի մասին կոնկրետ, որտեղ ճիշտ է պիկի վրա է, այսպես ասենք, էմոցիաները, բայց ամեն դեպքում կարելի է ու պետք է զսպել։ Խոսքս Արգենտինայի հավաքականի դարպասապայի մասին է, Էմիլիանո Մարտինեսի նախ 11 մետրանոցների ժամանակ չասենք անվայել ժեստը, բայց ամեն դեպքում չընդունվող այնքան էլ ժեստը
Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների ուղղությամբ, բայց եթե նույնիսկ դա ընդունենք, որ ընդունված է ֆուտբոլային աշխարհում, ապա ինչպես կբացատրեք արդեն խաղից հետո, կարծեմ արդեն Արգենտինայում, Բուենոս Այրեսում տոնակատարության ժամանակ աշխարհի գավաթի վրա Մբապեի այդպես պատկերը ծաղրանքով ներկայացնելը, արդյոք դա հարիր է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին, ընդ որում Էմիլիանո Մարտինեսն ասել է, պարզաբանել է, որ իր վարքագծի պատճառը նա է, որ Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները իրեն վիրավորել են, բայց արդյոք այդ դեպքում ճիշտ է, որ դու վիրավորես մրցակցի ֆուտբոլիստին, այն էլ այն ֆուտբոլիստին, ով գրեթե քեզ դուրս էր թողել չեմպիոնական այդ պայքարից։ Հարցին հարցով պատասխանեմ, եթե Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները վիրավորել են իրեն, այդ դեպքում ինչ են արել Մեսսիի հանդեպ բոլոր մնացած հավաքականի երկրպագուները, հա։ Միանշանակ դատապարտում եմ ու անընդունել եմ համարում, իհարկե արժանին պետք է մատուցենք, շատ լավ մրցաշրջան անցկացրեց, շատ լավ առաջնություն անցկացրեց, բրավո, մեծ ներդրում ուներ Արգենտինայի հավաքականի հաղթանակի մեջ, բայց կարծում եմ, որ պրոֆեսիոնալ մակարդակի մեջ էմոցիաները կարելի է չզսպել, բայց կա մի հատ սահման, որից չի կարելի անցնել, որովհետև ֆուտբոլը այսօր միայն այսօրով չի վերջանում եւ լինելու են բազմաթիվ խաղեր եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ կլինի խաղ, երբ որ Մբապեն էլի իրան, այո, ես վստահ եմ գրեթե, որ դա տենց կլինի, բայց պետքա դու կարողանաս քո էմոցիաները զսպես, իհարկե շատ բարդ է, ես հասկանում եմ, ֆուտբոլիստ եղել եմ, գիտեմ այդ ինչ է, շատ դժվար է, բայց միևնույնն է քննադատում եմ եւ կարծում եմ, որ այդպեսի բաներ պետքա չլինի։ Ես դրա համար շեշտեցի, որ մանավանդ աշխարհի առաջնության եզրափակիչում հնարավոր է էմոցիաների այդ գագաթնակետը, բայց նաև դե էմոցիաների գագաթնակետը եթե նայենք, դե տեսեք Սկալոնիին, հա, Արգենտինայի հավաքականի մարզչի էմոցիաները այդ 11 մետրանոց հարվածից հետո ինքը քարացել էր, ուղղակի չէր պատկերացնում, չէր հավատում, չէր պատկերացնում ինչա կատարվում։ Դե երևի թե մի քիչ պրոֆեսիոնալիզմի խնդիր կա, մի քիչ բավականին բաներ կա, երևի կուտակվել էր, բայց ես կոնկրետ դատապարտում չեմ ընդունում նման վարքագիծ։ Ես ինչու այդ հարցը տվեցի, որովհետև ֆուտբոլը մեզ սովորեցրել է հարգել միմյանց, հարգել մրցակցին, ու կարծում եմ արժեր նաև այս դեպքում պատասխանել Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներին եւ ոչ թե մրցակցի առաջատար ֆուտբոլիստին։ Ես կարծում եմ, որ մեկ ուրիշ ռեակցիայի դեպքում ինքը կարժանանա շատ ավելի բարձր գնահատականի, քան նրան, որ մենք հիմա ոչ միայն մենք, այլ ամբողջ ֆուտբոլային աշխարհը խոսում է այդ իր ժեստերի մասին ու իր պահվածքի մասին։ Այսինքն, եթե ինքը ավելի մեծավարի լիներ, մեծահոգի լիներ, բոլորս մենք հիմա կխոսայինք, թե ինչքան լավ դարպասապահ մեկը ինքը ու ինչքան մեծ ներդրում ունի Արգենտինայի հավաքականի հաղթանակի մեջ։ Ինչը որ իրականություն է, բայց այդ պահելաձևը ոնց որ թե ստվերում է այդ իր լավ որակները լավ։ Չմոռանանք նաև մրցանակաբաշխության ընթացքում, երբ ստացավ ոսկե ձեռնոցը, նորից շատ անվայել ժեստ։ Գիտեք ինչ, չեմ կարող բացատրեմ դա ինչ էր, որովհետև կարծում եմ ինքն էլ չի կարող դա երևի ինքն էլ չի հասկանա դա ինչ արեց, որովհետև պատկերացնում եք միլիարդավոր երեխաներ են նայում, միլիարդավոր կանայք են նայում, բան ճիշտ է, միգուցե իր համար դա այդքան էլ կարևոր չէր այդ պահին, բայց իհարկե իմ համար կոնկրետ անընդունելի է։ Պարոն Բարսեղյան, մենք նորից վերադառնանք եզրափակիչին, մասնավորապես տեսանք բազմափորձ մարզչի Դիդիե Դեշամի եւ երիտասարդ կարելի է ասել գրեթե անփորձ մարզչի Լիոնել Սկալոնիի դիմակայությունը։ Կարելի է ասել, որ հենց Դեշամը պարտվեց Սկալոնիին, թե ամեն դեպքում խաղի ելքն ու գավաթի ճակատագիրը վճռեցին կամ մեծ դերակատարություն ունեցան դրանում առանձին ֆուտբոլիստները։ Այս հարցի պատասխանը երևի թե պետք է երկու սահմանում ունենա, որովհետև եթե ես հարցին պատասխանեմ իբրև մարզիչ, կասեմ, որ ոչ, որովհետև Դեշամը շատ արագ զգալով, միգուցե մեկնարկային կազմի մեջ ինչ-որ խնդիրներ, բայց շատ արագ զգալով այդ խնդիրը, որը որ կար հարձակման գծում, այսինքն ֆուտբոլիստները չեն կատարում այն ինչ որ պետք անեն, որովհետև նախորդ կիսաեզրափակիչ խաղում ես տեսա, թե ինչպես են խաղում նույն Ժիրուն եւ Դեմբելեն, որ ունեն կոնկրետ առաջադրանք, նույնիսկ հարձակվողը պետքա անհատապես հսկեր կոնկրետ ֆուտբոլիստի, դա երևաց։ Այս խաղում ինչ որ բան չաշխատեց եւ այդ փոփոխությունները այն ինչ որ ինքը արեց, դա միայն եւ միայն խոսում է իր բարձր կարգի մասին, որտեղ այդ փոփոխություններից հետո թիմի խաղը փոխվեց։ Եվ եթե Ֆրանսիան կարողանար հաջողել եւ հաղթել,
դա հենց կլներ կոնկրետ մարզչական հաղթանակ։ Ինչ վերաբերվում է նրան, որ Սկալոնին անփորձ է, միգուցե փորձի պակաս ունի, բայց ինքը բավականին մոտիվացած էր, բավականին գրագետ մարզչական գործունեություն ծավալեց եւ մինչեւ աշխարհի առաջնություն նա, եթե չեմ սխալվում, հաղթել էր նաև Ամերիկայի Կոպա Ամերիկան, չէ՞։ Եվ կարծեմ, եթե չեմ սխալվում նորից, մի քանի ֆուտբոլիստներ ինքն էր առանձնազրույց ունեցել եւ խնդրել էր, որ վերադառնան հավաքական, որովհետեւ խնդիր ունեն լուծելու։ Այդ առումով պետքա իրոք գովեստի խոսքեր ասենք, բայց եկեք չմոռանանք, որ Արգենտինա հավաքական կա մեկը, ով չասեմ չեղած իրավիճակից, բայց ասեմ, որ անհնարին իրավիճակից հնարավոր է, որ թիմին հասցրի մի այլ մակարդակի, դա բոլորիս համար գաղտնիք էլ չի, Լեո Մեսսին է, որը որ իմ սուբյեկտիվ կարծիքով իր կարիերայի ամենալավագույն ժամանակահատվածը անցկացրեց, հաշվի առնելով այն տիտրոսները, ինչ որ ինքը ունի, այն տիտրոսները ինքը ինչ որ շահել է ու տարիքը հաշվի առնելով, ու ես երբևիցե հավատացեք, շատ երկար արդեն հետևում ենք Լեոին, ես երբևիցե չեմ տեսել, որ ինքը այդ մակարդակի, այդ ծավալի աշխատանք տանի խաղադաշտում, նույնիսկ մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, իրենց կիսադաշտում, իրենց Տուգանային հրապարակի մեջ եկավ եւ գնդակը կարողացավ փրկել, հանել, այդ սենց ասեմ, ես իր երկրպագուն երբեք չեմ եղել, համամիտ եմ եղել եւ համոզված եմ, որ ինքը համար մեկն է աշխարհում, բայց երկրպագուն չեմ եղել, բայց այս խաղից հետո եզրափակիչից հետո իմ համար էլ իրանից բացի ավելի բարձր ֆուտբոլիստ գոյություն չունի բոլոր ժամանակներում։ Հիմա մի պահ թողնենք եզրափակիչը, առհասարակ առաջնությանը անդրադառնանք, դուք որպես գլխավոր մարզիչ աշխատել եք Երևանի Ուլիսում, Կապանի Գանձասարում, Երևանի Ալաշկերտում եւ Չարենցավանի Վանում։ Գլխավորել եք նաև երիտասարդական հավաքականը։ Հիմա հարցս ավելի շատ այդ մարզչական կողմին է վերաբերում։ Առաջնության ընթացքում դուք որպես մասնագետ ունեք ձեր պատկերացումները ֆուտբոլի, ձեր փիլիսոփայությունը, ձեր մոտեցումը, այս հարցը տալիս եմ բոլոր մարզիչներին, ովքեր հյուրընկալվում են այստեղ։ Առաջնության ընթացքում որ հավաքականի խաղն էր ավելի շատ մոտ ձեր ֆուտբոլային փիլիսոփայությանը։ Ուրեմն սկսեմ սկզբից, քանի որ առաջնությունը իմ կարծիքով ստացվեց մի քանի պատճառներով։ Առաջի պատճառը դա նա էր, որ առաջնությունը անցկացվեց ձմռան։ Այդ ժամանակահատվածում, այո, մարզավիճակի մեջ բոլոր թիմերը գրեթե բավականին լավ մարզավիճակում էին։ Բավականին լավ ֆունկցիոնալ վիճակ ունեն եւ պատրաստ էին բոլորը։ Այդ առումով կարծում եմ, որ շատ ավելի լավ ստացվեց, քան որ երբ որ իրանք հոգնած ֆոնի վրա ֆուտբոլիստները գալիս են առաջնությանը։ Ինչ վերաբերվում է թիմերին, ինձ համար օրինակ շատ, ոչ միայն ինձ համար, կարծում եմ բոլորի համար անակնկալ էր Մարոկոյի հավաքականի այսպիսի խաղը, որովհետև հա մենք կարող ենք ենթադրել, որ Մարոկոն կլինի ինչ-որ մի մակարդակի մեջ, բայց որ այս կարգի եզրափակիչ ու պետք է նշենք, որ ինքը արժանի անցավ եզրափակիչ, խաղով անցավ, որովհետև չեն կարող ասել, որ իր բախտը բերեց մի խաղում, որ բախտի հաշվին անցավ կիսա։ Չէ, ամեն ինչը եղել է ըստ իրան արժանի էին, իրանք հաղթեցին, եկան հասան կիսա եզրափակիչ։ Եվ եթե վերլուծենք Մարոկոյի հավաքականի խաղը, իդեպ երեք այդ սեմինարին մենք վերլուծել ենք այդ խաղը, իսպանացի մասնագետներն էլ ցույց տվեցին եւ ես էլ հակված եմ դրան, որ պետք է հստակ ձեռագիր, մարզչական ձեռագիր, թե ոնց պետք է խաղան ու այդ կոմպակտությունը, գծերի մեջի կոմպակտությունը, տարածությունների մեջի թիմային աշխատանքը դա պարզապես ֆանտաստիկ էր Մարոկոյի հավաքականի կողմից եւ կարծում եմ, որ դրա շնորհիվ ու ինձ համար էլ դա բավականին հոգեհարազատ է, որ թիմը պետք է տենց գործի իբրև մեկ մեխանիզմ։ Ուրիշ հարցը ստացվում է թե չի ստացվում, բայց որ Մարոկոն շատ լավ տեսք ուներ եւ զարմացրեց բոլոր ֆուտբոլային աշխարհը, դա միանշանակ է։ Մյուս հարցը այն հավաքականները, որ ինձ դուր եկան, ու ես ապագա եմ տեսնում այդ հավաքականների հետ կապված, դա մի քիչ կարող զարմանալի թվա, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Կանադան են։ Ու այս տենդենսը նայելով տեսնում եմ, որ մոտ ապագայում այդ հավաքականները բավականին կմոտենան այն թոփ հավաքականներին ու շատ բարդ կլինի իրանց հետ խաղալը, որովհետև իրանք իրոք ֆուտբոլ էին խաղում, իրանք ցանկություն ունեն, իրանք անկաշկանդ ֆուտբոլ էին խաղում ու բավականին լավ էր ստացվում։ Ուրիշ հարցը, որ միգուցե փորձի պակաս, մի քիչ որակի խնդիր, բայց ժամանակի ընթացքում դրանք էլ ահագին լավ կլինի ու իրանք շատ ավելի մեծ պրոգրես կապահովեն հետագայում։
Պավորեց իհարկե Ճապոնիայի հավաքականը, որը բավականին լավ որակի խաղ ցուցադրեց եւ այստեղ երևի թե նորից 11 մետրանոցի պատճառով ինքը դուրս եկավ հաջորդ փուլ, բայց բավականին կազմակերպված ֆուտբոլ են խաղում, բավականին կազմակերպված լավ տեսք ուներ Ճապոնիայի հավաքականը։ Իհարկե կարող ենք խոսել այն թիմերի մասին, ովքեր որ հիասթափեցրին, բայց այն ինչ որ ես տեսա ու այն ինչ որ իմ դուր եկավ, ես դրա մասին բարձրացի ձերից կիսվեցի։ Իսկ որ հավաքականները հիասթափեցրեցին, որից մի փոքր ավելի մեծ էին ակնկալիքները։ Մի փոքր չէ, որ կարծեմ կային 3 հավաքական, որից որ շատ մեծ էին սպասելիքները, դա իհարկե Գերմանիան էր, Իսպանիան էր եւ Բելգիան էր, որոնք որ ամբողջովին ձախողեցին առաջնությունը եւ առաջնության ձախողելուց հետո արդեն ինֆորմացիա տարածվեց, որ նույն Գերմանիայի հավաքականում ինչ որ խնդիրներ կային, Բելգիայի հավաքականում արդեն առաջնության ժամանակ խնդիրներ կային, ներքին խնդիրներ, որը որ խանգարեց իրենց եւ կարծում եմ, որ շատ լուրջ հետեւություն պետք է անեն, որովհետեւ ունենալով այդպիսի կազմ, ունենալով այդպիսի ներուժ եւ այդ մակարդակի ֆուտբոլ խաղալով կարծում եմ անընդունել է իրենց համար։ Իսպանացիք սենց ասեմ, երևի թե ընկան իրանց փորած փոսի մեջ, որովհետև կարծում եմ հաշվարկով զգալ է։ Ենթադրում եմ, որ այդ հաշվարկով նույն պորտուգալացիք էլ իսկ ֆուտբոլին չես կարող խաբես, հա։ Օրինակ ինձ համար ավելի հարգանքի արժանի Բրազիլիայի հավաքականի խաղը, երբ որ 118-րդ րոպեին իրանք թիմով էլի գնացին գրոհելու եւ 4-5 հոգի մնացան, իհարկե արդյունքի առումով տապալվեցին, բայց ֆուտբոլ էին խաղում, այսինքն միշտ բրազիլացիք փորձում են այդ բանը պահեն իրենց, իսկ այդ առումով այս հավաքականները երևի թե հիասթափեցին շատ լուրջ, ոչ միայն ինձ, իրենց երկրպագուները, երևի ֆուտբոլային հարությանն էլ։ Պարոն Բարսեղյան, դուք նշեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի եւ Մարոկոյի հավաքականների մասին, ու գաղտնիք չէ, որ ֆուտբոլում մեծ տեղ դերակատարություն ունի խաղային կարգապահությունը, այ կոնկրետ Մարոկոյի դեպքում համաձայն եք արդյոք, որ խաղային կարգապահությունը նույնպես մեծ դեր ունեցավ այդ հավաքականին նման հաջողության մեջ։ Միանշանակ համաձայն եմ, քանի որ այո, իհարկե Մարոկոյի հավաքականում էլ կային եւս աստղեր, ովքեր որ եղանակ էին ստեղծում Մարոկոյի հավաքականում, բայց միևնույն է այդ խաղային կարգապահությունը, որ կար Մարոկոյի կատարմամբ, որ հստակ դրված էր մարշական ձեռագիրը եւ իրանք շատ կոմպակտ էին խաղում, ասեմ ավելին կախված դիրքից, որտեղ են իրենք պաշտպանում, շատ հասկանալի ֆուտբոլ են խաղում, ինչ են ուզում իրանց հնարավորությունների սահմանում, այսինքն չեն ուզում իրենց գլխից բարձր թռնեն, պարզապես իրենք անում են այն ինչ որ մարզիչը իրենցից պահանջել էր եւ անում են դա շատ լավ, շատ կարգապահ, շատ նվիրված, մինչեւ վերջ եւ դա բերեց հաջողության։ Կարծում եմ նույնիսկ Ֆրանսիայի խաղի կիսաեզրափակիչում, եթե այդ վնասված ֆուտբոլիստները չլինեին եւ այդ փոփոխությունները չլինեին, որոնք որ վնասված ստացան, Ֆրանսիայի հավաքականը շատ լուրջ խնդիր կունենար։ Եվ իհարկե այդտեղ համակարգի փոփոխություններ էր արել, որը որ չասեմ չխանգարեց, չօգնեց, հա, չօգնեց, չխանգարեցել, բայց չօգնեց Մարոկոյի հավաքականին, բայց այն որ կարգապահության հաշվին Մարոկոն եկավ հասավ այդ մակարդակի ու հասավ դարավ 4-րդ հորիզոնական աշխարհաշնությունում, դա միանշանակ ընդունում եմ, որ դա հենց կարգապահության հաշվին էր։ Մենք գանք մի շատ կարևոր այսպես ասենք ֆուտբոլային հանրության մեջ քննարկվող ֆուտբոլային բաղադրիչի, որտեղ վերջին շրջանում ու մանավանդ եզրափակիչից հետո նման քննարկումներ տարբեր տեղ բազմաթիվ են, խոսքը 11 մետրանոց հարվածաշարերի մասին է։ Ընդունված է համարել, որ դա ֆուտբոլային վիճակահանություն է։ Որոշ առումով միգուցե կարելի է համաձայնել, բայց որոշ առումով այ որպես մարդ, ով երկար տարիներ խաղացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ձեր մարզչական կարիերայում էլ ունեցել եք նման իրավիճակներ, որքանով սա համարենք վիճակահանություն, թե այնուամենայնիվ հնարավոր է 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ կառավարել ինքդ քեզ ու չվերածել վիճակահանության, այլ քո ներուժը ցույց տալ նաև այդտեղ։ Իմիջիալոց հենց 11 մետրանոց վիճակահանության պատճառով ես հրաժարական տվեցի Ալաշկերտից, մենք պարտվեցինք Գանձասարին եւ կարծում եմ, որ այդտեղ պետքա բավականին պինդ նյարդեր ունենաս, նամանավանդ երբ որ դու իրացնում ես, ոչ դարպասապահ, որտեղ դարպասապահը այստեղ ավելի շատ փրկչի դերում է, որտեղ եթե ինքը գոլ բաց թողեց, ոչ ոք չի մեղադրելու, քանի որ դա 11 մետրանոց է եւ
Այստեղ ավելի շատ պետք է նյարդերը պինդ լինեն ֆուտբոլիստների։ Պարտադիր է, որ պետք է ամուր նյարդեր ունենան, բայց միևնույն է, գալիս է մի պահ, որ դու քո նյարդերը տեղին են տալիս եւ սխալվում ես, հա, եկեք նայենք Ճապոնիայի հավաքականները, եթե չեմ սխալվում, հա, 3-3 չկարողացան գրավել դարպասը եւ Խորվաթիայի դարպասապահը 3-ն էլ հետ մղեց 11 մետրանոց։ Այսինքն այստեղ հոգեբանությունն է, նյարդերը պարտադիր է, որ պետք է պինդ լինեն, Մեսսիի նման ֆուտբոլիստը չկարողացավ իրացնել Լեհաստանի դեմ խաղը 11 մետրանոցը։ Բայց միևնույնն է, սա վիճակախաղ է, այո, համաձայն եմ, որտեղ ոչ միշտ է ուժեղը հաղթում այդ վիճակախաղի մեջ։ Եվ վերջին հարցը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում ավարտված ինչով կոնկրետ ձեզ համար կմնա հիշողության մեջ։ Նախ կմնա հիշողության մեջ, որպես կայացած բավականին բարձր մակարդակի աշխարհի առաջնություն։ Մենք մի քանի աշխարհի առաջնություն դիտել ենք, որտեղ այդ մակարդակը չէր, որտեղ որ չեմ կարծում, որ շատ ավելի լավ էր, քան այստեղ։ Այստեղ շատ ավելի լավ էր այն առումով, որ մենք նշեցինք, որ առաջնության միջնամասն էր, բոլոր ֆուտբոլիստների վիճակը ֆունկցիոնալ եւ հոգեբանական շատ լավ էր, այդ առումով շատ լավ էր։ Իհարկե իմ համար կմնա որպես ֆանտաստիկ եզրափակիչ հանդիպում, որ երևի թե չի եղել պատմության մեջ նման հանդիպում։ Իրոք абսուրդ է, երբ որ ֆուտբոլիստը հետրիկ կանում, բայց ինքը չի կարողանում գավաթը նվաճել, հա, ֆուտբոլի մեջ նման բան երբևիցե չեմ էլ կարծում լինի։ Տենդենսների հետ կապված նորից պետք է կրկնեմ Մարոկոյի հավաքականի ուսուցողական ֆուտբոլը, որը որ մեր նման, մեր երկրի նման թիմերին ուսուցողական էր, որ թե ոնց կարելի է ֆուտբոլ խաղալ ունենալով սահմանափակ ռեսուրսներ, դա էլ շատ մեծ կարևորություն էր եւ իհարկե կային բաներ, որոնք օրինակ իմ համար ոչ թե անհասկանալի են, բայց մի փոքր անընդունել են 10 րոպե խաղը ավելացնելը 8 րոպե, 10 րոպե, 9 րոպե, բայց դա էլ մրցավարական իրենց որոշումներն ու իրենց պատճառաբանություններն ունեն։ Կարծում եմ շատ հետաքրքիր առաջնություն ստացվեց, կարծում եմ, որ պետք է համարենք ստացված առաջնությունը, քանի որ ականատես ենք եղել շատ հետաքրքիր հանդիպումների, շատ լավ խաղերի։ Հուսանք, որ սա մեր տեսած ամենագեղեցիկ ու դրամատիկ եզրափակիչը չէ, այլապես կարելի է այլևս աշխարհի առաջնություն չնայել։ Ձեզ շնորհակալություն, պարոն Բարսեղյան, մեզ հյուրընկալվելու եւ շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։ Շնորհակալ եմ կրկին անգամ հրավիրելու համար, շատ շնորհակալ եմ, հուսով եմ շատ լավ հանդիպում մեր ստացվեց, շատ լավ զրուցեցինք իրար հետ։ Հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ եւ ավագ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը, կհանդիպենք։